Ադրբեջանն ու Հայաստանը հայտարարեցին, որ խաղաղության բանակցությունները ավարտվել են, թեպետ Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական եւ այլ միջոցներով սադրակներ իրականացնել Հայաստանի դեմ, ովքեր չեն ուզում, որպեսզի խաղաղության համաձայնագիրը կնքվի։ Ռուսաստան եւ Ադրբեջան եւ Հայաստանի Ղարաբաղյան կլանը, Երևանյան մասնաճյուղը եւ սրանց հետ ովքեր որ կան։ Մնացած աշխարհն բոլորն ուզում են։ Էրդողանն էլ է ուզում։ Այն Մոլլա Օղլիենն էլ է ուզում։ Բոլորը այսքան։ Մենք պետք է հստակություն ունենանք, թե չէ։ Ռուսաստանը մատի վրա խաղացնում է մեզ օգտագործելով Ադրբեջանին կամ հակառակը, կամ Ադրբեջանը օգտագործելով Ռուսաստանին։ Այդ երկուսը գումարային հրեշ են մեր դեմ եւ չեն ուզում խաղաղության պայմանագրի ստորագրում։ Այսքան, բան չկա ասելու։ Այսինքն 4-5 տարի վերլուծելուց ասելուց հետո նորից նույն հարց գալիս է։ Բայց հիմա շատ է կարևոր այդ ստորագրությունը, այս հարցն է։ Հայաստանը պետք է կարողանա շատ հստակ համաշխարհային հանրությանը ներկայացնի եղած իրական վիճակը եւ երեք ես Ռասմուսսենի հարցազրույցից հասկացա, որ շատ լավ գիտեն իր վիճակը։ Շատ լավ գիտեն, իհարկե պաշտոնական, եթե հանդիպումներում էլ Ադրբեջանի հետ այդ տեսակետը պահում են, եթե։ Մնացածը ուրիշ հարց կա։ Ենթադրենք Ադրբեջանը մատի վրա խաղացնելու է 3 տարի եւս։ Մի օր ուրեմն ասելու է կոշիկներդ փոխեք, հետո քղանց կհանեք, եւ այսպես, նա ոչ կոշիկն է ուզում հանեք, ոչ էլ ուզում է քղանց կհանեք։ Ուզում է ձգի ձգում է, այդ բոլոր խոսակցությունը ձգելու վրա է, եւ ես իրենց հասկանում եմ։ Ուժեղեն չեն ուզում են իրենց այս նպաստավոր առաժը, քիչ շատ նպաստավոր վիճակից առավելագույն օգուտ ստանան, ինչի հակառակը արեցին Հայաստանի գողապետության պարագլուխներ, 3 նախագահներով, 3, եւ հետո հասցրեցին ազգային աղետի վարչապետության վրա տեղափոխելով։ Հաղթել էին, թող նույնն անեին։ Ես այն ժամանակ ասում եմ, եւ ես դա պիտի միշտ հիշեցնեմ։ Ես 14 թվականի հոկտեմբերից հայտարարել եմ Թեքեյա մշակութային կենտրոնում, որ Արցախի հարցը խաղաղ լուծում չունի եւ չի կարող լուծել։ Հիմա այս գողապետության պարագլուխները նյութեր են սարքում, որ Հայաստանում բոլորն ասում էին, որ խաղաղ լուծում է պետք։ Եվ այս ժամանակ երկու տերմին եմ օգտագործել. պրևենտիվ պատերազմ եւ կարողանալ հանկարծակի այդ բոլոր գործողությունները կատարել։ Պարզ է, որ մենք այդպիսի վիճակում ենք։ Ես դրա մասին խոսել եմ նաեւ 20 թվականի հուլիսին մի դիլներ, եղնիկներ Զորամասում քյոխ կամ քեղ կոչված գնդապետի հետ։ Ասել եմ դուք ինչ կանեք 20 թվի հունիսին կամ հուլիսին, կարող եք իրեն հարցնել։ Ինչ կանեք մտածիր այս զորքը պահելու այս իրենց բարերով ասած չոլերում եւ այս վիճակով եւ այլն։ Ինքը հարցրել է, իսկ ինչ եք առաջարկում, ասել եմ դուք պետք է առաջարկեք, բայց եթե դուք չունեք առաջարկ եւ վախենում եք խոսել, կամ ինչ-որ բան հաշիվ ունեք, դա չգիտեմ, ես ասում եմ, որ Հայաստանը պետք է դուրս գա Քուրարաքսյան խառնարան Սաբիրաբադի մոտ կամ պիտի խփի եւ լախ։ Ինչ էին ասում, լսում էին։ Հիմա ընկել են կուսություն են խաղում։ Մենք ուրեմն Ադրբեջանը այդ վիճակում է, ինքը ուզում է առավելագույն արդյունք անել։ Հայաստանի հայկական կողմից էլ առավելագույն արդյունք անեցին։ Գողացան մինչև վերջ եւ Պուտինը դրանց ուղարկեց 8 հոգուն։ 8-ին ուղարկեց ուրեմն Ադրբեջանի բանդերի բարոյական միջավայրը վայելելու։ Հիմա էլ դեմ է արել, ասում է հետ բերեք։ Ինքը թող հետ բերի։ Եթե բերեց, պետք է ռազմադաշտային դատարան կազմվի, բոլոր հարցերը պետք է քննվեն։ Հիմա դրանից են գոմի, հիմա սա էս է։ Երկրորդ անշուշտ իմ ասածը երբեք չի վերաբերվել մեր տղաները, որ գերի են ընկել եւ ռազմագերիներ են։ Սրանց մասին խոսքը չի կարող լինել։ Եվ իշխանությունը պետք է աշխատի անպայման ինչ կարողություն ունի,
8-ից զատ բոլորին բերելու վրա աշխատի, նրանց համար չպետք է աշխատի, հատկապես այն Թաթարստանի խանին, որը եկել էր Հայաստանում հեղաշրջման ճանապարհով վարչապետ դառնալու։ Դրա համար էլ կերավ, գիտեք նաև թե ինչ նա արտահայտություններ ունի հայ կանանց եւ հայ աղջիկների մասին։ Կարծում եմ համացանց մտել եք, նայել եք։ Եվ հիմա այդ աղջիկների մի մասը կռիվ են տալիս, որ նրան բերեն։ Ոնց են բերելու, ինչի են բերելու եւ այլն, բայց այն տղաների համար ամեն ինչ պետք է արվի, ինչ հնարավոր է։ Հնարավոր է նաեւ, չգիտեմ, ուրիշ չեմ ուզում ասեմ։ Երևի ձևերկան ես չեմ տեսնում, որովհետեւ Հայաստանի կարողությունը դրա մեջ չէ, չկա, այդ ուժը չունի։ Երկրորդ մասը կա, քանի որ հիմա սրանք առայժմ ձգձգում են, ինչու ասեցի համաշխարհային հանրությանը պետք է լավ ներկայացվի, Հայաստանը ինքը պետք է որոշի իր անելիքը տնտեսական, քաղաքական, ուրեմն գիտատեխնոլոգիական եւ մշակութային խորքային բարեփոխումներ անելու համար։ Երեկվա ֆուտբոլն ապացուցեց, որ անցյալից մի քայլ առաջ չենք շարժվել շատ ոլորտներում։ Դրա ապացույցն է։ Եվ վերջին հաշվով Նեմեցի սարկած ֆուտբոլը ինչ պիտի լինի։ Հիմա սրանք պիտի հասկանան, թե պետք չի շարունակենք նույնը։ Մենք ժամանակ չունենք եւ երկիրն ժամանակ չունի։ Դրա համար ասենք կարելի է նշանակել փոխ արտգործնախարար մեկին, ուրեմն եւ նրան հանձնել ադրբեջանցիների հետ բանավեճը։ Օդի միջից խոսեն, հայերեն, ինչ-որ հայանքներին պատասխանեն եւ նման բաներ հիմա, որովհետեւ Չէ, մարդիկ չեն գալիս, ինչ ասես խոսում են, ինչպես ասես վիրավորում են, եւ Մարիա Զախարովաներն էլ բարձե որ Լավրովների որպես բանը շնչափող սկսում են Հայաստանի հետ բարեկամությունից, ընկերությունից խոսել եւ նման անհետեցություններ, որի հաջորդի ողբերգության հեղինակը Ռուսաստանն է եւ նա է սարքել այս բոլորը ու շարունակում են ուզում են մեջ մտնեն առանց իրեն չլինի կլինի ինչքան ռուսները գործի մեջ եղան որտեղ հայկական հարց կա այնտեղ ոչինչ չի լինելու բացի բադ բանը հիմա այս բոլորը իմանալով հանգիստ վիճակում առանց ներվերն ուտելու իմանալով որ ինչ է բանակի վերաշինությունը վերակազմությունը պետք է արագացնել եւ անընդհատ մի նշանախոսով Ինչքան լավ է արդյունքները, մեկը էլի քիչ է, ինչքան շատ ենք աշխատում, էլի քիչ ենք աշխատում, այս բանաձևով պետք է աշխատել, այս մեկ։ Զենք զինամթերք, բայց ես իշքան գիտեմ, նաև պետք է վերապատրաստել Հայաստանի բանակի, ուրեմն միջին սպայական անձնակազմի, կրթության, բարոյականության եւ սովետական ռուսական բարքերից հեռու մնալու համար, նաև գողապետության, հայկական գողականության։ Հիմա սա պետք է արվի, ընթացիկ արվի, բայց մնացածն ես ասեմ, պետք է երկրի զարգացման մասին մտածել եւ գիշեր-ցերեկ աշխատել։ Ես ասեմ, հնարավոր է որ պիտի ենթադրել, որ պատերազմը հնարավոր է, դա միշտ պիտի ունենան, ամենախաղաղորն իսկ դա պիտի ունենան, բայց սրա ենթատեքստում ես չեմ պատկերացնում Ադրբեջանն ինչպես է ռազմական գործողություններ Հայաստանի դեմ սկսելու եւ Թրամփը Պուտինին պատին դեմ է արել, պատին դեմ է արել եւ խոստովանել է տալիս եւ այլն։ Եվ տեսեք ինչ է լինում, որպեսզի խաղաղության պայմանագիր կնքես, համաձայնություն, պայմանագիր չի։ Քամակ աչուծախ է քսում, հազար մի բաներ է անում, ասում է այո, ահա, բայց ռմբակոծություններն արագացնում է, շատացնում է եւ այլն։ Հիմա մենք ռուսների հետ 1000 տարվա պատմություն ունենք, 1000 չունենք, 200 տարվա։ Երկու բան չենք սովորել, որ իրենց նման պետք է լինել։ Խապել, քցել, ասածը չանել, բայց իրեն շահերը առաջ մղել։ Հիմա այս բանը պետք է լինի եւ այդ վերակառուցումը անպայման պետք է լինի։ Մնացած ժամանակի հարց է, մենք մինչեւ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Ֆրանսիա կամ Թուրքիա չեն պարտադրելու Ռուսաստանին, որ ուրեմն Ադրբեջանի որ պայմանագիրը կնքի, նա չի կնքելու, բայց որ պատերազմի գնալու է, դժվարանում եմ ասել, քանի որ նախագահ ուրեմն Թրամփը ուզում է խաղաղության Նոբելյան ասում են մրցանակագիր լինել, նրան էլ պետք է հրանցնել, որ տեսեք այս իդիոտը ԿԳԲշնիկի լագոտ ԿԳԲշնիկը քեզ խանգարում է որ դու ստանաս մենք էս կան բայց մնացածը գիշեր-ցերեկ երկիրը պիտի գերարտիական բարձր տեխնոլոգիական պետության վերածել արմատապես վերակառուցելով առաջինը տբրոցները մսուր մանկապարտեզ առանձնացնելով լուսավորության նախարարությունը
Շատ արագ պետք է արվի, երկար մտածելու ժամանակ չկա, շատ մտածելու բան չկա, ոչ մի բան չկա։ Պետք է արվի, այսքան բան։ Մնացածը հա ինչ, ալև ինչ։ Եվ նա կարող է այսօր, եւ հետո բանակը երեք Քոչարյան Անթրանիկը հայտարարեց, որ բանակը պատրաստ է գործողությունների։ Ես ուզում եմ հավատացած լինեմ։ Եվ հայ տղամարդուն հայտարարություն է, լավ էս է պատերի տակ են մտել, ինչ եղել։ Մի հատ գոնե կարգին պատասխանեն։ Պարշինյան, հնարավոր է, որ ներքին քաղաքական դաշտում խանգարեն համաձայնության կնքերում, չեն կարող, առիթ օգտագործեն իշխանապողություն։ Այդ փորացավն ունեն, որովհետև ես գիտեք ինչ եմ մտածում սրանց մասին, սրանք քանի որ վարպետ կանձագողեր են, բոլոր դեպքերում ռեալիստներ են։ Այդ բանը իրենք չեն հավատում, կարող է խոսեն, բայց իրենք մի սարսափ ունեն։ Սարսափ ինչն է։ Պուտինը կարող է մի օր սրանց հավաքի եւ Բաքու բերետաչի ուղարկի, իրենց էլ հետը։ Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության բերետաչի տանեն ու մտնեն այդտեղ մնան։ Դրանից սարսափում են, երբ դրա համար ամեն ինչ անում են, որ իրենց չափով իժեցնեն, բայց նրանք չեն կարող, ժողովրդի բացատրեկված կլինի դա, բայց կանեն։ Երկրորդն էլ ազգային ժողովում մեծամասնություն չունեն, ԿՊ-ն ունի մեծամասնություն քվեարկելով է, գոռալով չի, ճճալով չի։ Վերջ, այսինքն չեն կարող։ Ժողովուրդն էլ դրանց հետևից չի գնալու։ Հավատում եք իշքան էլ դժգոհ լինի, բայց պետք է բացատրվի։ Դժգոհության հիմքերն էլ պետք է վերացվեն։ Մի տարի կա ընտրություններ, տարի կես կա, պետք է վերացվեն, աշխատել։ Ինչ պետք է անեն, այնը չկարող են նոյեմբերի 11-12-ին գրոհեցին կառավարության շենքը, ինչ ասամ, բացի ես ֆիկը տեսնելը կարողացան բան անել, եթե այդ օրը բան չեն արել, հիմա ո՞նց կարող են անել, իրենք ով են, եթե անօկա մեկ ուսացնեն թող, ամերիկացիների լավ ենք, մի քանիսին հավաքեն, 3-4 բալագլխի, առաջի դեմքեր, որ ժողովուրդն ասում է, ամերիկացիներին հանձնեն, տանեն ասեն են Կուբայի բանդը տար սրանց, այդ հայ են, մայ են, քցելու պետք դրանց, սրանք ռուսական ազդեցության ագենտուրա են, եթե ագենտ չեն, երկրորդ մասն էլ իրենք հանցագործություններ են կատարել երկիր կողոպտելով, մտածում են, գիտեք, թույլ չտանք եւ այլն, այդ ով էլ կարտահայտվի Հայաստանի ազգային անկախության եւ ինքնիշխանության բարձրացման մասին, պետք է ձերբակալվի եւ 25 տարի պետք է ազգային ժողով թողորեն կընդունի։ Ու վերջ։ Առաջին հերթին Ռուսաստանի հետ միացողներին։ Կամ էլ պետք է հստակ առաջարկվի, գնում եք նախոտ կա ով է դեմ։ Պարշինյան, Բաքվում այդ ընթացող դատավարության ժամանակ մենք տեսնում ենք, որ բավական վատ ցուցմունքներ են ծախում են, երգում են։ Հասկանալի է, ինչ միջավայրում են անում, բայց հնարավոր է, որ սա օգտագործվի հետագայում։ Չէ, հա, գիտեք ինչու՞ չէ, որովհետև Բաքուն ինչ երկիր է, որ ինչ են, տոտալիտար երկրի դատարանում ինչպես կարող արդարադատություն լինել։ Մենք պետք է հասկանանք, որ դատարանը մի բան է, արդարադատությունը մի այլ բան է։ Այդ դատարանը կարող արդարադատություն իրականացնել, բայց սրա մասին պետք է խոսվի։ Հատկապես 5-րդ ալիքը պետք է խոսի։ Հա? Բոլորը պետք է խոսեն, ովքեր չեն խոսում, հիմա դրա համար կարծում եմ իրավաբանական մասնագիտական բանով դա հնարավոր բան չի ապացուցել։ Երկրորդ ինձ համար ցավալին էս է, ցավալին ինչու է, սրանք այդ 8 հոգին էլ ռուսերեն ասեն, որովհետև իրենք հայերեն մեկ է չեն հասկանում, կրթություններն էլ հայերեն չի, մտածողությունները ռուսերեն են, թաթարն ասեց, չէ, իր մտածողություն ռուսերեն է, պրիսյակ չեն տվել էս բանակ մտնելուց, որ պետք է կյանքի գնով Հայաստանը պաշտպանեն։ Հիմա կյանքի գնով Հայաստան ծախում են, ինչ է հասնում դրանց։ Ռազմադաշտային դատարանն ասել ընկեր ջան, երթում ես տվել, չէ, բանակ գնալուց բոլորս ով որ գնում երթում ես տվել, երթում խախտելով գնդակարություն չի հասնում, սովետական գնդակարություն էր հասնում։ Իսկ ես պարագեմ 25 տարի։ Ընդ որում չպետք է բերել, թող Բաքվում են անել, գալիս են ինչ անեն։ Ցույցերի մասնակցել, թե մեր ջահելները տեսնեն Բաքվից ով եկեն։ Իրենք հանցանք են գործել։ Իրենք Հայաստանի զենքը փոխանցել են, ըստ էության իրենց գործողությունները հանգեցրել է Արցախի հանրապետության կործանմանը, զենքի փոխանցմանը եւ այլն։ Այդպես չի եղել։
Դուք հա ինձ համար հասկանալի չի, այդ 120,000 մարդ ժողովրդի երեխա կին բան հասկանալի է։ Մի պարտիզանական խումբ չէին կարող ձևավորեին մտնեին բան, հենց այդ եղնիկների անտառները։ Հա? Այդ գեներալների գլխավորությամբ։ Բա ո՞նց էին գողանում, բոլորը տեղյակ ունեն։ Ոնց են այնտեղից երկում Հայաստանի պետությունը քաշում գործի մեջ։ Այս Բաքվում նստելու համար, ապրելու համար էլ այդ բոլորն անում։ Պետությունը պետք է կարգ ու կանոն ունենա, եւ օրենքը պետք է հստակ աշխատի։ Եթե չէ, պետություն չի։ Եվ մենք ապակա չենք կարող ունենալ, որպես ազգ, որպես պետություն, որպես հայրենիք։ Ուկրաինան տեսնեն, թող իմ ասածները տեսնեն, չար է թե չէ։